անցավ մեր նախորդ թողարկումից, որտեղ կրքերը թեժ էին, որտեղ խոսեցին բազմաթիվ գեղեցիկ լավ խոսքեր, եկեք մի պահ վերհիշենք։ Մարշջան, այդ վիսկի պատճառով է, որ չես կարողանում ոտի կանգնես։ Ես կարողանում եմ, իրանք չեն կարողանում։ Տարեցրեմ, ուրեմն, դու կլինես Զիրոյանը, դու կլինես Բոնին։ Այդ ինչ հետաքրքիր որ Զիրոյանը Բոնի մազերով է։ Զախնիս։ Դու կլինես Տոման, դու կլինես Պոնչը։ Դու կլինես Զարան, դու կլինես Մաշան, ես էլ կլինեմ Լուիզը։ Բայց ինչի ես դու Լուիզը։ Դու գիտես Լուիզը ինչքանով է հարսանիք վարում։ Համե գիտեք մի բան կա։ Հրանտը շուտվանից դուրս գալիս է։ Պատուհանս բաց եմ արել, նայում եմ չելա։ Բարև Փաշինը, բարև ձեզ։ Մայրիկյան։ Ես ճիշտ ասած աղջկաս մայրանալու հարցով եմ եկել։ Չի ստացվում։ Չի ստացվում։ Ոչ։ Ռուբինյան, աղջկա մայրանալու հարցով խնդրում եք Այն է էլի նա շատ լավն է։ Են կրոժավաներով, շատ լավ ճաշակ ունես տղա ջան, քեզ լավ որ իջացնեմ նա ես։ Հա էլի իջացրեք էլի։ Նա յաշտ։ Բարը լակու։ Մեծ սաբզիրո։ Հերունը, բակար լակու, մեկ գյադը։ Հրաշալի արգելներս մենք քիչ առաջ վերհիշեցինք նախորդ խաղում ինչ տեղի ունեցան եւ այսպես հրավիրենք այստեղ մրցող թիմերին ձեր ծափարությունների ներքո։ Եվ այսպես արգելի բարեկամներ, թիմերը արդեն բեմում են եւ եկավ ժամանակը, որպեսզի բացենք քեյսը եւ հասկանանք թե ինչ գնահատականներ են դրանք ստացել։ Հրաշալի, հրաշալի։ Այս մարդիկ ձեր հետ չեն խոսալ։ Ասեմ ավելի, այս մարդիկ իրար հետ չեն խոսալ։ Վոլոդյա, պատտիր վագրի գլուխը։ Որքան եմ սիրում այդ արտադրությունը։ Գրիգոր։ Այո։ Դուք նախորդ հաղորդման ասում էիք։ Ասում էի։ Հարց չէ։ Եսող չկար։ Նախադասությունս այսքանն է, ասում էիք։ Ես էլ ասում էի, եսող չկար։ Նախորդ հաղորդմանը ձեր գնահատականները հետևյալն են։ Դուք աղասի հետ ընկերություն անում եք։ Այո։ Հիշեք այս պահը։ Գրիգոր Դանելյանը մեկ միավոր գնահատել է Մաշա's Club թիմին, եկեք ծափարենք։ Եվ այսպես եկեք տեսնենք, թե Գրիգոր Դանելյանը 3 եւ 2 բալերը ինչպես է բաշխել։ 3 բալ Սուրբ 4, 2 բալ Լորի կոմեդի։ Գրիգոր Դանելյան, խնդրում եմ, կասեք ինչու այդպես։ Մեկնաբանություն եք ուզում։ Այո, բայց լակոնիկ, այո։ Մաշ's Club, Մաշ ջան, քեզ շատ հավանում եմ, շատ սիրում եմ, բայց նաև միևնույն ժամանակ երիտասարդների ելույթը, ճիշտ ասած, համեմատաբար ավելի թույլ էր եւ նրանք սկսնակ են եւ գիտեք այնպես ստացվեց որ այդպես գնահատեցի հույս ունենալով որ հաջորդիվ ավելի կմոտիվացվեն եւ իրենց հնարավորությունները ցույց կտան ինչպես մենք խոսեցինք։ Հələ որ սա հիմնավորում չէ, արդարացում է, հələ որ հնչում։ Արդարացում։ Ես չեմ հիմնավորում, ես արդարանում եմ։ Չնայած նրան որ տղաներին հետ խոսեցի Հենոջան սև հումորի հետ կապված, բայց ընդհանուր հումորը քանի որ ձեզ մոտ շատ ավելի հագեցած էր, ես պլյուս մինուսներ եմ էլի ինձ մոտ դնում, քանի անգամ ավելի շատ ծիծաղ է։ Այսինքն անվասալակից ընկնող հաշմանդամ տղայի վրա է կարող շատ ծիծաղացում։
եկեք հասկանանք, Գրիգոր ջան։ Այսքանը։ Եվ լորի կոմեդին կարող է լինել ավելի դինամիկ ելույթով, բնականաբար իրենց խաղընկերոջ հետ միասին։ Okay. Շնորհակալություն։ Ծափարությունները Գրիգոր Գանելյան։ Մեծս լարված լավ, թե կարելի էր ավելի ուրախ, ավելի մոտիվացնող, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ գնահատականներ եք դուք ստացել, շատ կարևոր է ձեր մոտիվացիան, որովհետև ցածր գնահատականը կարող է ավելի մոտիվացնել եւ դուք կարող եք ավելի լավ ելույթ ունենալ։ Իդեպ ես ուզում եմ նաեւ հիշել հերավոր 2001 թվականին, երբ որ ես ելույթ էի ունենում Բեմահարթակին, մենք թիմ ունեինք, որը շատ լավ թիմ էր, ելույթ ունեցավ եւ պարտվեց։ Երեխեք ջան, ես երբեք չեմպիոն չեմ դարձել։ Ծափարությունները Գրիգոր Գանելյան։ Բայց ինձ հետ կային մարդիկ, ովքեր չեմպիոն են դարձել, բայց ես չգիտեմ հիմա իրանք որտեղ են։ Համաձայն։ Մարդը չեմպիոնի դարձելու Հայաստանի պատմության, անկախ Հայաստանի պատմության ամենաշատ դիտված ֆիլմի սցենարիստն եւ պրոդյուսերն է Full House-ի։ Նայեք Full House ֆիլմը երեխեք։ Կարանք ասեն Գրիգոր ջան, որ օֆիցիալ ամենաշատ դիտված ֆիլմն է Full House-ը։ Օֆիցիալ կարանք ասեն, որտեղ վերջերս ոչ օֆիցիալ ինչ-որ հելյուրանքներ էին տարածում։ Մենք միշտ համեստորեն լռել ենք։ Բայց չէ, հիմա եկեք անհամեստորեն ասենք։ Կա տես բան։ Այո, մենք անցել ենք բոլոր ռեկորդները, ինչ որ եղել է ընդհանրապես Հայաստանի, անկախ Հայաստանի պատմության։ Բրավո, ծափարությունները Գրիգոր Գանելյանին եւ Աղաս Մանուկյանին, ովքեր Full House-ում էին եւ թող մեզ շատ լավ ընկեր Արմեն Պետրոսյանը մենշներս լսի, իրոք Full House-ը բոլոր պիկերը կրակեց։ Շարժվենք առաջ հաջորդը մեզ մոտ Արմեն Սուքյասյանն էր։ Դուք ոչ մի հարաբերություն չեք փչացին, որտեղ այնտեղ ընկեր չունեք։ Միակ ձեր ընկերը ես եմ։ Դուք մեկ բալ նշանակել եք Մաշաստվա թիմին, ծափարությունները 3 բալ, Սուրբ 4, 2 բալ լորի կոմեդի։ Խնդրում եմ հիմնավորեք։ Ես ոչ թե կհիմնավորեմ, կասեմ հիմա ինչա տեղի ունենալու, որը ավելի կարևոր է։ Մաշի թիմից ակնկալելու եմ մի բալի հումոր, այսինքն եթե դուք ձեր գլխից թրակ ավելի բարձր կստանաք, Սուրբ 4-ից սպասելու եմ, որ իրանք ավելի խնդալու են լինելու, քան նախորդ շաբաթ, եթե չէ ավելի ցածր կստանաք, լոռու թիմից սպասելու եմ մի քիչ ավելի քիչ խնդալու, քան սպասելի է։ Այսինքն դուք, եթե դուք ձեր գլխից ավելի բարձր թրակ, դուք կստանաք ավելի բարձր գնահատական, չեմ կարող ունքերս տեն։ Քոնը ունքեր չի, քոնը ունքա, սկսեք բաց։ Չէ, բաժանվել են իրար։ Քոնը ունքեր են բաժանվել է։ Այո։ Մենք նույն ունք հանողի մոտ ենք ինում։ Okay։ Ծափարությունները Արմեն Սուքյասյանին հուսով ենք նրա ասածից նա ինչ-որ բան հասկացավ, ես չհասկացա անկեղծ, բայց ընթացքում գտանք մասնագետներին կբացահայտենք, ասեն Արմեն ջան, բան չասես։ Ջուրջ Գևորգյան, նույն տրամաբանությունը քեզ։ Մեկ միավոր Մաշաստվա, Սուրբ 4 թիմը 3 միավոր, լորի կոմեդի 2 միավոր։ Թե խոսա։ Նախ ուզում եմ ողջունել ձեր այս հաղորդավարական նոր ոճը, Վահե ջան։ Որը անտաղան Չէ, ես ունքերի ես լարված։ Ինցեֆալ էին ասում։ Հա, ասեք։ Թիմերին ես այս ծրագրի շրջանակներում հաջողություն եմ մաղթում։ Իրենց ասել եմ, բայց ուզում եմ երկրպագուներին էլ ասեմ, կոնկրետ լորի կոմեդիի թիմի հետ կապված։ Ես լորի կոմեդի նախագծի մոլի երկրպագու եմ եւ իմ խոսքերը խնդրում եմ ընդունել որպես մոտիվացիա, որովհետեւ դուք շատ ուժեղ եք ու դուք կարաք ու դուք ամենալավն եք։ Մենք ձեզ շատ սիրում ենք ու ձեզնից սպասում ենք ամենալավը։ Շնորհակալություն Ջուրջ Գևորգյան։ Եկանք այստեղ մրցող թիմեր։ Գևորգյան, դուք գնահատել եք 2 բալ Մաշաստվա, 3 բալ լորի կոմեդի։ Ծափարությունները։ Հիմնավորեմ։ Փորձեք։ Հայաստանի Հանրապետությունում եղել է 6 նախագահական, 8 խորհրդարանական ընտրություններ ու երբեք ոչ մեկ չի հարցրել ժողովրդին կամ հիմնավորեք ձեր ընտրությունը, դրա համար ես էլ կասեմ, այտենց եմ ուզել։ Շնորհակալություն Գևորգյան, շնորհակալություն։
երկար բառ չենք խոսի։ Աղաս Մանուկյանը գնահատել է հետևյալ կերպ. 2 բալ Մաշսկլաբ, 3 բալ Սուրբ 4, ասա աղաչան։ Դե կարծում եմ պատասխանը ակնհայտ է, Սուրբ 4 թիմի ելույթի ժամանակ ավելի եմ շատ ծիծաղացել։ Իսկ գնահատականների հետ կապված, մասնավորապես ձեր թիմի հետ կապված մեկնաբանություններ կան։ Չէ, դա ես ասած ասեմ, ես գիտեմ այդ գնահատականների պատճառը, դրա համար ոչ մի մեկնաբանություն չկա։ Փող եմ վերցրել ես։ Չէ։ Okay։ Ասկերս, ոնց ասած։ Եվ այսպես Մաշա Մատվիևան գնահատել է հետևյալ կերպ. 2 բալ Սուրբ 4, 3 բալ Լորի կոմեդի։ Маша Джан, դուք կասեք։ Я для начала хочу поговорить о своей команде, потому что, скорее всего, сегодняшнее выступление будет уже последнее. Но, тем не менее, я хочу, чтобы вы, господа жюри и дорогие зрители, поаплодировали команде, которая первый раз на сцене вместе. Они были абсолютно не сыграны. И я, которая с ними провела всего 3 дня, могу сказать, что я горжусь тем, что в Армении есть такая золотая молодежь. Интеллигентная, интеллектуальная. И в отличие от многих других команд и людей, люди, которые могут на сцене с первого раза себя показать. А что касается каких-то пробелов, то, извините, это скорее сценарные проблемы. Так что у меня самая супер команда. Հայերով թարգմանած Մաշան հենց նոր թաղեց ինձ։ Ճիշտ է։ Այո, Մաշան ասեց, որ ես շատ վատ մարդ եմ, ասեց, որ չի ուզ... Ռուսերեն չես հասկանում, Վարեջան։ Չեմ ասել, որ դու շատ վատ մարդ ես, ես քեզ շատ սիրում եմ, բայց սցենարն է կարող լիներ ավելի լավ։ Okay, շնորհակալություն Մաշա ջան, համաձայն եմ ես ձեզ։ Ամեն ինչ այս կյանքում կարող լիներ ավելի լավ։ Եվ այսպես հարգելիներս, վերջնական միավորները հետևյալն են. 7 բալ Մաշա Մատվիևա Մաշսկլաբ թիմ, ծափանություններով 12 բալ Լորի կոմեդի և 14 բալ Սուրբ 4 բարձր ծափանություններով։ Իսկ հիմա եկեք բարձր տրամադրությամբ, անջատենք ես ներսի լարվածությունը ու սկսենք կոմեդի լիգա։ Aquashield տինտակոլից ջրամեկուսացման նոր մակարդակ, պատրաստ օգտագործման մոնոկոմպոնենտ լուծում, բարձր էլաստիկություն նույնիսկ ցածր ջերմաստիճաններում, չի պահանջում ցանց կամ լրացուցիչ ամրացում, արագ եւ հեշտ կիրառություն, արագ չորացում, աշխատանք հնարավոր է ավարտել 1 օրում, սալիկապատում արդեն 24 ժամ հետո, կիրառվում է նույնիսկ արկա սալիկների վրա, հարմար է ներսի եւ դրսի բոլոր խոնավ տարածքների համար։ Քլորադիմացկուն իդեալական լողավազանների, տերասաների, լոգասենյակների եւ այլ խոնավ եւ ջրի հետ շփող տարածքներում ջրամեկուսացման համար։ Aquashield հուսալի պաշտպանություն ջրից, արագ եւ արդյունավետ։ Տինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Ես արգելի բարգամներ, մինչ անցնելու մեր մրցույթային հատվածին ես եւս մեկ անգամ ուզում եմ ողջունել, որ այստեղ են գտնվում Տինտակոլ ընկերության ներկայացուցիչները բարձր ծափերով, մեր գլխավոր հավատարիմ գործընկերը, ինչպես եք Արա ջան։ Բարի երեկո բոլորին, շնորհակալություն, շատ լավ, անհնար է լինել ձեր ընկերակցությամբ կամ ձեր հաղորդման հյուր եւ ունենալ հիանալի եւ բարձր տրամադրություն։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ նորություններ կան Տինտակոլում։ Մենք իմացանք, որ լուրջ, այսպես ասած, տրանսֆերային փոխհարաբերություններ է եղել, այո, Տիտան Տինտակոլը գնել է Լիտոկոլին, որը ոչ պակաս Տիտան էր, բայց Տինտակոլը ավելի Տիտան էր, ճիշտ եմ ասում։ Շատ ճիշտ նկարագրում։ Էլ ինչ նորություն կա։ Նորությունները իրականության մեջ շատ են ու անընդհատ, քանի որ Տինտակոլ ապրանքանիշով մենք ունենք նաև պատասխանատվություն շուկայի զարգացման դեպի եվրոպական ուղով եւ այլն։ Այսօր մենք համագործակցում ենք եվրոպական տարբեր լաբորատորիաների հետ, Իտալիայում, Գերմանիայում, նույնիսկ Բելգիայում նոր արտադրատեսակների մասով
շատ շուտով մեր սպառողներին հասանելի են լինելու օրինակ ֆասադային լուծումներ, ծեփամածիկներ, սվաղներ, ունենալու ենք Հայաստանում արտադրված եվրոպական հումքով եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանող սիլիկոններ, օրինակ, որը կարծում եմ պատմության մեջ առաջին անգամ կլինի, քանի որ Սիլիկոն վերանորոգման համար։ Այո, շինարարական սիլիկոններ, այո։ Շինարարական։ Սկզբի փուլում ամենևում այդ։ Գնում ենք ասում պրինցիպ կայով։ Նախորդ հաղորդման հղումն էր, պրինցիպ կայով։ Okay, Տիկին ջան, հաշվի առնենք։ Ունենալու ենք նորություններ ներկերի մասով, սիլիկատային ներկեր, սիլոքսանային ներկեր, կարող են այս բառերը մի քիչ տարօրինակ թվալ, բայց դրանք այսօր աշխարհի տեխնոլոգիաների, այսպես ասած, բարձր դիրքերում են գտնվում եւ այսօրվա շինարարական մոդան դա է։ Հրաշալի, մի խոսքով, վերանորոգումների շրջանը սկսված է եւ տինտակոլում, ես կարծում եմ տեղ ու դարձյալ չի լինելու, այս ձեր վերը նշված բոլոր շինանյութերը կարծում եմ սպառվելու են այսպես։ Խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել մեր ապրանքատեսակներից եւ ծառայություններից, որովհետեւ միանշանակ մենք մատուցում ենք եվրոպական որակ, եվրոպական կարգի ծառայություններ։ Բարձր սապորությունը տինտակոլ։ Շնորհակալություն։ Եկավ ժամանակը որպես իրավիենք այստեղ մեր այսօրվա հաղորդման առաջին թիմին։ Բարձր սապորություններով Մաշսկվա։ Բարև ձեզ։ Բեմում է Մաշա Մատվեևայի թիմը։ Մերս շատ։ Մի հատ է ծափարեք։ Ինչ անսպասելի էր։ Մի հատ է ծափարեք։ Մերս շատ։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղ ունեցավ մեր առաջին ելույթը Մաշա Մատվեևայի հետ։ Եվ մենք հասկացանք, որ մեր թիմը ռուսախոս թիմ է։ Այդ իսկ պատճառով մենք նաև նկատել ենք, որ մեր կյանքում ոչ միայն մեր, այլև ձեր, ասեք չէ որ կան այդպիսի մարդիկ, ովքեր մտածում են, որ ռուսերեն լավ են խոսում, բայց իրականում շատ վատ են խոսում։ Եվ այսպես հրավիրեմ այդպիսի մարդկանցից մեկին, Էդոին։ Балюс, ты играл, канчелей, братас? Балюс, это, Балюс. Դու ռուսերեն զլավ էր ախպեր։ Конечно, русский нормальный, дорогу нормальный, шефу нормальный, все нормальные, от души, душевно, душу за душу. Лев Толстой очень великий писатель, он очень много писал. Որպեսի ավելի лավ հասկանանք իր ռուսերենի իմացության մակարդակը։ Էդ, խնդրի ժողովրդին ռուսերենով ծապտան։ Ребята, прошу, все вместе поднимаем руки. Поднимайте руки, vai, спасибо. Теперь все вместе аплодотворяем. Вместе, давайте быстрее. Мужчина, лучше можете, конечно. Тиграна теперь аплодотворяем. Все, спасибо, хватит аплодотворять. Спасибо. Մի խոսքով հասկացա։ Իսկ հիմա հրավիրեմ իր ընկերոջով ընդհանրապես ռուսերեն չի խոսում։ Սաշին։ Կանչելեիր ախպերս, Привет ջան։ Որպեսի հասկանանք Սաշի ռուսերենի չիմացության մակարդակը։ Hello Sash, how are you? Արո դե ջան ասեց էր ռուսերեն չեմ հասկանում, քեզ ռուսերեն խոսում։ Sash, fuck you։ Ջան ապրից ձերանք ոնց են գա։ Նորմալ ախպեր, մերսի։ Ոնց հասկացաք Սաշը նույնիսկ անգլերենը ռուսերենից չի տարբերում։ Իսկ հիմա պատկերացնենք այս երկու կերպարով բավականին հետաքրքիր իրավիճակ։ Come on! Դե ասի ռուսերեն մի խոսա։ Ջան ախպեր, в общем գիտես որ մի հատ աղջիկ եմ հավանել, բայց մի հատ խնդրեմ կա, ասում եմ իջև իր մամային չտենամ, չեմ կարա հետը շարունակեմ շփումը։ Դարանգեր ինչ խնդիր կա։ Տես խոսա, տես ինչ են ուզում։ Ախպեր խնդրեմը այն է, որ իր մաման մենակ ռուսերեն է հասկանում, հայերեն չի հասկանում։ Ես դե գիտես ինչ լավ եմ ռուսերենից։ Դու լավ ես ռուսերեն։ Ահա, конечно, пошел нафиг, брат ջան, конечно։ Аплодотворяем, спасибо։ Դու ին ախպերենը լավ է խոսում ես, քել հենա դուրելի օգնին։ Здравствуйте, слушаю вас. Здравствуйте, я Эдо из Еревана. Саш, դուր դու ցեի։ Սպիտակից։ И Саша Белли։ Я вас слушаю. Ինչ ասեմ, ախպեր։ Ախպեր, ասա որ ես իր աղջկան ուզում եմ։ Он вашу девушку хочет։ Что? Ոնց ես ուզում։ Մաքուրով։ Он вашу дочку чисто хочет։ Что? Вот Жавель знаете?
Жавел берете на вашу дочку наливаете, моете и вот так вот чисто хочет. Я не понимаю. Ախպեր չի ջոկ։ Ախպեր, ասա որ ես իր աղջիկա ուզողն եմ։ Он хотите вашей дочки. Что? Хочешь. Я не понимаю. Хочешь. Я не понимаю я. Чистейший хочешь. Что вы хотите? Ախպեր չի հասկանում, հաստատ ռուսա։ Անգեր հաստատ ռուսային օրն եմ տեսել ոնց է ծխում։ Խորը օրսը, ախպերը հաստատ խմում էլ։ Անցած ելույթին խմում էլ էր։ Ախպեր, ասա որ ես իր աղջիկա սաղ ուզողներին տեսել եմ։ Он видел все хочешь вашей дочери. Ու եթե իրանցից մեկը իրան մատով կպինի, իրանց գլխին բազար եմ շինելու։ Если кто-то коснется вашей дочери, у него на голове будет рынок. Какой рынок? Ярмарка. Какая ярмарка? Фирдус. Какой Фирдус? Вернисаж. Ախպեր չի հասկանում։ Ախպեր հիմա ինչ ասում եմ բառացի թարգմանի։ Ասա որ ես իր աղջիկան տեսել եմ ու հավանել եմ։ Он вашу дочку увидел, и она понравился ему. Ուզում եմ իր աղջիկա հետ նշանվեմ։ И он хочет взять ее Նշանվեմ ախպեր։ под прицел. Зачем ее брать под прицел? Ես ուզում եմ նշանվեմ։ Որովհետև իր աղջիկը մաքուր կաթնակեր է։ Потому что ваша дочь молокосос. Вы обалдели, что ли? Молокососка. Ты с ума зашел? Молококушатель. Млекопитающее. Понятно так? Млекопитающее. Какое млекопитающее? Тигр. А, нет, пардон, тигр это хищник. Молоко, корова. Корова. Ваша дочь корова. Сам ты корова, я сейчас полицию вызову. Ասում եք ով դու ես էս մարդունա կանչելու, ինչ անեմ։ Ախպեր ասա որ սխալը հասկանեմ, մեռնեմ ջանին։ Вы нас не так поняли, умрет на вашем теле. Не надо на моем теле умирать. Ախպեր ոչ եմ ասա որ ես իր աղջիկան շուտվանից տեսել եմ ու աշկ եմ դրել իր աղջիկա վրա։ Он на вашу дочку положил. Сейчас я на вас положу. Он на вашу дочку класс положил. И дальше что? Ու ուզում եմ իր աղջիկա հետ ամուսնանամ։ И хочет за вашу дочку замуж выйти. А, он хочет жениться на моей дочери. Так это же все меняет, все понятно. Ну, вы знаете, вам повезло, я очень богатая женщина. Աշկի սաղջիկը փչացած։ Ոնց ոնց ինչ ես խոսում։ У меня есть 3 особняка. Ունի 3 երեխա։ Вой, и 5 автомобилей. 5 տարբեր տղամարդուց։ Դու ցնգի։ И это все достанется ему. Ու իհարկե այդ ամեն ինչը մնալու քո վզին։ Արանգիր ասա ես չեմ ուզում իր աղջիկան։ Куда он ушел? Знаете, на самом деле я вашей дочке новый хотитель. Хотя почему дочки? Я ваш новый хотитель. Пойдем, Հարգելիներս, այս համարով մենք իհարկե ուզում ենք ցույց տայինք, որ ծնողին լսելը իհարկե պետք է, անպայման, բայց ամենակարևորը, որ տղան եւ աղջիկը հանդիպեն եւ սիրեն միմյանց։ Իհարկե ամենակարևորը դա է, իսկ ծնողը կհարմարվի։ Մամ ջան, քեզ մեկը կարելի է։ Ծանոթացեք արդյոք նա տղասը։ Ծոմ ինչ է եղել, պաժարատ ունենք։ Չէ։ Մամ, այդ որ դու ասում ես ճիշտ է։ Հա, իհարկե ճիշտ է։ Մամ, մի հատ պահ կա, քո թեմից մեկին սիրահարվել եմ։ Հանգիստ աղջիկ է։ Ой, слава Богу։ Հասկանում եք, չէ Եվրոպա եք մտնում, ահա որ Կարաս հետո ծանոթացնես ինձ։ Բալես, իհարկե այն ինչ որ ես ասեցի ճիշտ է, բայց քո պարագայում դու ընտրում ես, իսկ ես որոշում։ Բա տենց է ձևը։ Իսկ հիմա մենք կմտածենք ու կորոշենք այս աղջիկներից ով է պատրաստ լինի հայ տան աղջիկ։ Հավսար! Զգաստ! Լսեք առաջի հրամանը։ Լսում եք, Մաշա Մադրեևա։ Ասա մերս։ Պլուս։ Եվ հնչեցրեք, խնդրում եմ։ Հայ հարսի օրակարգը։ Հարսը պետք է արտանա ավելի շուտ, քան սկիսուրը։ Ավելի շուտ, քան արևը։ Դա շտոտ է։ Որովհետև սկիսուրը դա հարսի արևն է։ Արևս։ Պլուս։ Հաջորդ հարցը։ Մածունը ինչ գույնի է։
Սև, Աչքի տերևում։ սպիտակ, Ոչ, նորից եմ հարցնում։ Մածունը ինչ գույնի է։ ինչ գույնի ասի սկիսուրը, նենց որ դու ասա, ինչ գույնի է։ Մերս, մալադես։ Երորդ հարցն, խնդրում եմ, հնչեցրեք ինձ, երբ կարա հայ հարսը հանդիպի ընկերուհիների հետ։ Մինչև 10, Ահա շես, մինչև 8, աչքի տերևում, Մինչև 6-ը ոչ մի դեպքում։ հայ հարսը ընկերուհի չունի։ սկիսուր, друг человека։ Ջան, մերս։ Ապրես, պլյուս։ Դե հիմա ամենավերջի փորձությունը։ Երեխեք, ոչինչ, որ ժողովրդին մեջքով եք կանգնած։ Կարևոր է, սկեսուրին ենք դեմքով կանգնած։ Մամ ջան։ Այո, բարձրացապանություններով, բրավո, շնորհակալություն ելույթի համար, իրոք, Էլ ինչ որ Մաշա ասեց, կար ժամանակում նրանք կարողացան թիմ դառնալ, մարդիկ ովքեր կյանքում բեմում չեն եղել, մարդիկ ովքեր Մաշա հետ հանդիպել են ընդամենը 4 անգամ, կարողացան թիմ դառնալ ու միասին ելույթ ունենալ, հեռուստատեսային բեմում, եկեք բոլորը միասին բարձր ծափարենք։ Շնորհակալություն։ Արագ անցնենք կարծիքներով։ Ծյուշ Գևորգյան, ձեր կարծիքը։ Ինչպես արդեն նշեցիք, Մաշա ջան, դուք էլ, Վահե ջան, դուք էլ շատ լավ թիմ եք ձևավորել, սա շատ լավ փորձ էր ձեզ համար ու մենք ձեզ բուռն ծափարում ենք ու շնորհավորում ենք։ Դուք շատ լավն եք, ապրեք։ Արմեն Սուքիասյան։ Ես էլ կարճ կլնեմ ամբողջ ելույթի ընթացքում արդեն չէի կենտրոնանում ինչն է խնդալու, ինչը խնդալու չի, սենց հուզված սպասում էի, որ ամեն ինչ լավ անցնի ձեր մոտ, այդ նշանակում է, որ դուք բոլորդ խարիզմատիկ եք, պրոստը ձեզ փորձ է պետք, երեխեք, դուք իրոք շատ լավն եք, չհանձնվեք, եթե սիրել եք բեմը հաստատ ձեզ կսիրի, ապրեք։ Շնորհակալություն Արմեն Սուքիասյան, Գրիգոր Կանելյան։ Շատ սիրուն գեղեցիկ ելույթ էր, շնորհավորում եմ ձեզ, վերջին ընտրությունն էլ Մաշ, այդ ձև ես ընտրություն անելու։ Երևի Չէ, որ տես բանի ուրիշ տեսանկյունից ես էլի նայել, մեր տղես էր իմ տղն էլ է մեծանում, դրա համար տենց հետաքրքիրն եմ եղել։ Ես ողջունում եմ թիմին եւ մաղթում եմ, որպեսզի չհանձնվեք անկախ ամեն ինչից, ելքից, որովհետեւ հիմա մենք չենք նայում գնահատականներին, մենք հիմա նայում ենք ավելի շատ ելույթներին, ինչպիսին է ելույթը, իսկ ելույթը շատ սիրուն էր, ապրեք։ Բրավո, ծափարությունները Գրիգոր Կանելյան, Գևորգ ջան, ասա։ Այդ դու ենք ուզենամ բարձր ծափարեմ, որտեղ ինքը շատ տաղանդավոր տղա է, ես վստահ եմ բազում բեմեր է քեզ սպասում, այդ ջանը ոչ միայն քեզ, ամբողջ թիմին երկրորդ համարը ձեր ելույթի շատ խնդալու էր այդ հարցեր ընտրելու թեման, որը որ արդիականը, որը միշտ խնդալու է ու շատ հավես էր, երբ որ ծյոմը մտավ ու միանգամից դարձավ թիմի մի մասը հենց պարերի շարժումները շատ խնդալու էր այդ վերջի ձեր հատվածը իրոք շատ ուրախացել եմ, ծիծաղացել եմ դրա, բրավո ձեզ։ Շնորհակալություն Գևորգ ջան եւ Աղաս Մանուկյան, ասա Աղաս ջան։ Շատ սիրուն թիմ է իրականում, ես վստահ եմ լիքը լսելու ենք այս թիմի մասին, այս երիտասարդների մասին ու ասեմ առաջի անգամվա համար ուղղակի շատ ավելի բարձր է, քան ես պատկերացնում էի։ Իսկ համարները իրականում շատ ծիծաղալու էր, ես այդ թարգմանչի, այդ մալակասոս բան եւ այլն, այդ դրա վրա շատ ծիծաղացել եմ, ապրեք բոլորը։ Ծափարությունները Աղաս Մանուկյանին։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն անչափ։ Ես հատուկ ցանկել շնորհակալություն հայտնենք ձեր հագուստի համար։ Շնորհակալություն ենք հայտնում Unitex հագուստի արտադրամասին մեր բոլորի շորերը ապահովելու համար։ Մերսի շատ։ Բոլորի Ես Արայ Գաբաջյանին եմ Շնորհակալություն բարձր ծափարություններով Մաշա Մատվիևա եւ Մաշա Սկլաբ թիմը երեխեք շնորհակալ եմ բոլորից է, դուք մեջն եք, հավատացեք ամեն ինչ դեռ առջևում է օգժական ալինում, ծափարություններով։ Մարկ Մարա Fashion, շորերը սուրը, հաջորդին ես լինելու եմ նոր լուքով եւ ոչ միայն, ես էլի մարդիկ լինեն, Մարկ Մարա շնորհակալություն անկեղծ եմ ասում, Եվս մի շաբաթ չեմ հանել շորերից։ Ասում եմ մենք էլ ենք ապշած, որ դուք այս շորերով եք մնացել։
Okay, մյուսին նոր բանով կզարմացնենք մարդկանց, չէ՞։ Եթե ինչ որ տեղ պետք է գնա կամ եթե ամուսնանում եք, հաճախ տեսնեք որ փեսեք են որ բան, չգիտեմ, դիակի շորերով են։ Այ Մարմարայի պարագայում լրիվ ուրիշ level է։ Շնորհակալություն որ կաք, մենք դեռ երկար կհամագործակցենք։ Ձեր շնորհակալություն շատ։ Եվ այսպես բարձրացաբարձնել դիմավորենք Սուրբ 4 թիմին, գնացի։ Դեպք հերու հերավոր գյուղերից մեկի բիստրոյում։ Այ տղա Սիմոն, հեյ Կարապետյան ջան, ասա շեփ, ասա, խնդիր ունենք, ինչ խնդիր կա, ինչ խնդիր, պարզվում է, բուկվալն է մի քիչ հետո մեր Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետը գալու է մեր գյուղ։ Այդ ո՞նց իմացար։ Լրիվ պատահական, անսպասելի, տունը նստած, նոթբուքով, տելևիզորով, հեռախոսներով, պլանշետով իր լայվն էի նայում։ Մեկ է տեսա ավտոբուսով մտնում է մեր գյուղ։ Հա հետ գալու է մեր բիստրո։ Արա ասում լայվն էի նայում, ճամփին ոչ մի բան չեն կերե, հաստատ գալու են մեր մոտ հաց ուտելու։ Ուրիշ տեղ չկա, պետք է մեր բիստրո գան պայման։ Այ, մեր գյուղում ընդամենը 2 տեղ են հաց տալիս, մեկը մեր բիստրոյում, մեկն է որ մարդ է մեռնում իր քելեխին, այն է թարսի պես այսօր մարդ չի մեռել, թարսի պես արա։ Ինչ անենք, մտածենք մի բան անենք։ Խառնվում ենք իրար, շեփ, խառնվում ենք իրար, չէ, հագստացի, ասա, չի, ես մտածում եմ հեսա մի քիչ հետո հասնելու են իրանք։ Մի քիչ հետո։ Հա, ժամը քանիսին։ Երևի բուկվալն է 2:30 ըստե կլինեն։ Այդ որն է մեծ սլաքը որի վրա է։ Արա դու ժամերից գլուխ չես անում։ Չէ, ես գործին դուվելուց ասեցիք անգլերեն իմացություն է պարտադիր, ես մաթեմից 0 եմ։ Լսի մի պիտի մտածենք, մի բան կազմակերպենք, որ անենք։ Մտածի, մի բան դու մտածի։ Ես մտածեցի։ Մտածել ես, ինչ ես մտածել։ Հենց գալիս է, հարցեր ա տալի, այս չենք անում։ Այ չես խոսում։ Չեմ խոսում, ցույց եմ տալի։ Այ չես ցույց տալի։ Այրանել ինչ հարցեր են տալիս, հենց անում։ Չէ լավ, թարգի, մտածի, մի հատ ուրիշ բան, պատմություն մտածի, ասենք հաստատ ինչ-որ մի դեպք պատահելու է հանգած որ գանց թե ստուգեն, գտնեն, ինչ-որ մի բան գտնեն, կարող է թողեն գնանք։ Խառնվում ենք իրա, չէ, ճիշտ ես ասում, թողեն գնանք ուրիշ երկիր, թողեն գնանք, ասենք օրինակ ուրիշ երկիր, Երևան։ Իրանք են Երևանից գալի, ոնց է չլինի ճամփին կռաստվենք հաստատ, ընկնելու են հետևներից ես դուրջ եմ ասում, հեսա փագել են տալու գույքը հարկը։ Ախր ես ասում էի, չէ, ասում էի մեր պոչի հետևից են ընկնելու նստստեն, ասում էի, չէ, ժինգալով հացը պետք չի մտցնենք մենյուի մեջ։ Ախր ես իմ մեռնելու օրը չգիտեմ, պապային էլ չգիտեմ, մամային էլ չգիտեմ, պապունս գիտեմ։ Չի։ Որտե մեռել է։ Հանգստացի, լավ, ես հասկացա ինչ ենք անում։ Ես հասկացա ինչ ենք անում Սիմոն կանգնի տեղ։ Պատկերացնում ենք, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ ու գալիս եմ ստուգման, եղավ, փորձ ենք անում։ Կարամ ես էլ ասենք լինեմ Ալեն Սիմոնյանը, սիրուն սիմպաթիչնի կոստյումով, սիրուն ավտոյով։ Արա գժվել ես արա։ Այդ ինչ ձև ես խոսում Ալեն Սիմոնյանի հետ։ Այո, չնայած դուք տալաք խոսակ մեծություն կներես։ Դու Սիմոնն ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն եմ, գալիս եմ ստուգման։ Ոնց էր գալի։ Բարև եղբայր։ Բարև ես պարոն Փաշինյան։ Արա զարմացի, վարչապետն է, եկի արա նորմալ զարմացի։ Նորից զարմացի։ Թազուցենք, ես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն եմ, գալիս եմ ստուգման։ Բարև եղբայր։ Oh my God! Ինչ վարչապետ ով Գրեգ Բրիթեն։ Արա ինչ ես խոսում։ Դուք անգլերենի իմացություն ունեմ ասեցի, պարտադիր ասել եք որ ունենա։ Արա բնական զարմացի, բնական։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, գալիս եմ ստուգման։ Բարև եղբայր։ Այ պարոն վարչապետ, երկար ենք սպասել ձեր գալստյանը։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Սաղից լավ։ Արա դու ոնց կանած վարչապետից լավ լնես։ Այդպես բաներ հանգարց չասես, եղավ։ Հասկացա։ Հիմա պատկերացնենք, վարչապետը եկել է, հիմա պետքա հարցեր տա։ Ինչ պատմությունից հարցեր տվեք, էլի ես պատմությունից եմ լավ։ Արա ի՞նչ պատմություն։ Ասենք հայոց պատմությունից, ԿՊ, այդ ո՞րն է։ Դե օրինակ հայոց պատմությունը քաղաքացիական պայմանագրից առաջ եւ քաղաքացիական պայմանագրից հետո։ Արա դե հիմա բաներ չասես բռնել կտաս։ Հիմա լավ պատկերացնենք վարչապետը եկել է, հիմա այստեղ է, ողջունել ես, եկել է այստեղ, հիմա եղբայր, ինչ կառաջարկեք։ Մենյու տա։ Արա մենյու վարչապետին ինչ ես տալի։ Բա ում տամ։ Արա քերոփյանին տուր մենյուն։
Վարչապետին առաջարկես, ինչ կա ուտելու էլի։ Եղբայր ինչ կա ուտելու։ Ունենք պերաշկի, կարտոֆիլ եւ սուջուխ։ Դե 10 հատ տվեք։ Կրկնում եմ 10 հատ տվեք։ Պարոն վարչապետ 10 հատ չունենք, ասեցի կարտոֆիլ։ Պերաշկի, սուջուխ, մի հատ է մնացել։ Բայց եղբայր ինչ կարող եք առաջարկել, որ ողջ թիմը ուտի։ Ասեք կարամ Ադամի չոփ տամ, լիքը ունենք, հետները դե կարակ տանենք։ Հալա գժվել ես այդպես բալես չասես հալա։ Լավ, հիմա պատկերացնենք ընտրել ա, ուզել ա, հիմա ուրիշ հարցեր է տալիս։ Կանգնի։ Ես վարչապետն եմ, հարցեր եմ։ Օր ես ինչ շուշուտ եմ վարչապետ ելնում, մարդիկ պայքարում են դրես մի նոմերի մեջ 7 անգամ եկա։ Եղբայր, ՀԴՄ ունեք։ Ոչ։ Ինչու՞։ Դե մեր շեֆը ասել է, վարչապետը հոչի գալու ստուգի, ինչ ենք անում ՀԴՄ-ին։ Այդ հարցը դժվար տա վարչապետը։ Դες մելքի բաների հետևից ինգը։ Հա։ Պատից կախված Սամվել Կարապետյանի նկարը կարող անել։ Հալա պապուս նկարն արա։ Հասկանում եմ, պապուս նկարն անունը նույնն է, քաղաքական խնդիրներ չլինի, էլի։ Հալա բա ինչ անեք, անունը չենք փոխելու։ Դե գնա գոնե պասպորտն անունը փոխել։ Իսկ կարող եք ան։ Օ, ձերերը լսում եք։ Խառնում եք, չէ, չեք խառնում եք, խաչել։ Ես դե գործ։ Չէ, ես եմ դե գործ անում, ես դու շեֆ ես, ես դե գործ եմ անում։ Ես դե կայնած եմ, որ ասի ինչ ա, սա կայնած է։ Բարև եղբայր։ Ինչպես եք տղաներ։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, вообще չենք սպասել ձեզ։ Вообще չենք սպասում։ Вообще չենք իմացել։ Անսպասելի, սենց չենք իմացել որտեղ գա։ Մենք ձեզ քաղցած չենք սպասում։ Ճիշտ ասած, ես դրսի փուչիկներից հասկացա, որ ինձ երբեք չեք սպասել։ Այո, լրիվ։ Եղբայր ո՞նց եք։ Սաղից լավ։ Հորո։ Բացի ձեզնից։ Այո։ Եղբայր ճիշտ ասած անցնում էինք թիմիս հետ եմ, ընդմիջում ենք ուզում անել, էլի ինչ կառաջարկեք որ ուտենք։ Տեսականին ասա։ Ունենք սուջուխ, կարտոֆիլ եւ պերաշկի։ Իդեալական։ Ժողովուրդ կուտեք։ Քանի հոգի եք։ 5։ Մեզ 5 հատ կտակ։ Ատեսան ասում է 5 հատ, էլ գորվամիշի պես ասում էր 10 հատ։ Բարո վարչապետ 5 հատ չունենք։ Բայց կարակ դուք սա փորձեք, եթե դու ներկա գնամ հանդիցը ոչխարը մորթեմ դեր համար պերաշկի տամ։ Ես գնամ ոչխարը։ Չէ, եղբայր եթարի, չէ, պետք չի, մենք դեռ տարբեր ռայոններով պետք է շրջենք։ Լավ, որպես գյուղացի մի քանի հարց ուղեմ ձեզ։ Ահա լավա բանը չջոգեց որ չունի։ ՀԴՄ ունեք։ Ահա մի հատ հիշեցի։ Ասում ՀԴՄ-ն։ Ես ասի չէ հաստատ ես թե չէ։ Եթե հարցը ինչ ասա արձանա, չգիտեմ ասա։ Արա արձանը չի խոսում, մի բան ՀԴՄ։ Հա Բուկվալն 2 րոպե առաջ պարոն վարչապետ, երկան 2 կիլո ՀԴՄ առան տարան, իմանայինք ես կիլո կպահեի։ Օ, իսկականից ունենք, մնացել էր վերջի 2 կիլոներ պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ, ես պետք է դուրս գամ արդեն, բայց մի քանի հարց ուղեմ ձեզ։ Ես կասեմ, բոլոր հարցերի պատասխանը։ Դուք որպես գյուղացի օրինակ գոհ եք, որ մենք թոշակները բարձրացրել ենք։ Իդեալական, մեր գյուղացիները շատ գոհ են, ասում այս ինչ բարձրա փողը չի լնում ծախսել, Իսկ ճանապարհներից ինչ կասեք, եղբայր։ Ասֆալտը գլատկի ամենառավոտ բոուլինգ ասկեի բորդավոր խաղում են իդեալական։ Իսկ առողջապահությունից մեր գյուղում բոլորը առողջ են, մեռնում են մենակ ծերությունից, պարոն Փաշ, շնորհակալ եմ։ Գիտեք, տարօրինակ է։ Շատ դեպքերում որ նման հարցեր եմ տալիս, լիքը մարդ բողոքում է։ Չէ, ուղղակի մեր գյուղում մենակ հայլուր ենք նայում։ Լավ, ես պետքա գնամ, բայց քանի որ դուք ինձ sense լավ եք ընդունել, ես կկատարեմ ձեր մեկ ցանկությունը, ասեք լսում եմ։ Հələ այս իմ ոսկե ձգտիկի պատմությունը Պարոն վարչապետ, ուղղակի մենք մեր համար բան չենք ուզում, մեր գյուղի բարօրության, մեր բնակիչների, մեր գյուղացիների համար ենք ուզում։ Կարակ ինձ ու Սիմոնին 7 օրով ուղարկեք Եգիպտոս, էլի են բլոգերների պես։ Այո, ինչու՞ ոչ, գնացինք տղաներ։ Եգիպտոսը չլի դեռ 18 անգամ Երևան, էլի։ Այո։ Ժողովրդի սուրբ 4 թիմին։ Այսպես լսենք մեր ժյուրիի կարծիքները Ճյուշ Գևորգյան, գնացինք։ Ես կարծում եմ այս այն դեպքն է, որ միտքը համարի, գլոբալ համարի միտքը եւ ձեր խարիզման, դերասանական խաղը դեռ հերիք չի։ Պետք է նաեւ մի քիչ ավելի սցենարային, ավելի ձիգ պատրաստված լինել, ավելի շատ փորձել, ավելի երկար գրել եւ ավելի շատ ցենց
սմեխատոչկաներով ոնց որ հանդես գալ։ Ամեն դեպքում ուզում եմ ծափահարենք թիմին, նրանք աշխատել էին եւ Դալիճի ռեակցիաներից արդեն պարզ էր, որ համարը տեղ շատ լավ էր անցնում։ Մի հատ էլ ծափահարենք թիմին եւ Եկեք բարձր ծափարենք Արմեն Շուքյասյան, ձեր գասիկը։ Հենց սրա մասին էի ասում, որ ցեզանից ակնկալիքները ավելի շատ էին, որովհետև դուք ավելի թույլ ելույթ ունեցաք, քան ձեր նախորդ շաբաթվա ելույթը, որովհետև նախորդ շաբաթվա ելույթը նշաձող էր սահմանը, դուք այդ նշաձողը չանցաք։ Բացի դրանից ինձ ամբողջ ելույթի ընթացքում խանգարում էր կերպարների գրոտեսկը։ Չգիտեմ, հումորի քանակն էր քիչ, անկախ ամեն ինչից ցեզանից ես հաստատ ավելի շատ բան էի սպասում, չնայած կային խնդալու բաներ։ Մերսի։ Եվ Գրիգոր Դանիելյան։ Սպասումներս շատ ավելի մեծ են եղել, նու որ դուրս եկաք կերպարներով, այսինքն այդ կոստյումներով, գունավոր եւ այլն, խոսքով այս կերպարների մեջ շատ ավելի ծիծաղելի հումորներ, այսինքն իրենք տեսակով, քանի որ ոչ adekvat են, դա հնարավորություն է ստեղծում միշտ հումորի մեջ մի հատ հետաքրքիր գաղտնիք կա, որ մի հատ ոչ adekvat կերպար ես անում, հրաշալի հնարավորություն է ստեղծվում, շատ լիքը ծիծաղալու բաներ անելու հնարավորությունը ամբողջությամբ օգտագործված չէր։ Զուտ մասնագիտական տեսանկյունից եմ ասում, ինչը բնականաբար ազդեց ընդհանուր ելույթի վրա, էլի։ Սկզբից հետաքրքիր էր, հետո հետաքրքրությունը թուլացավ։ Զարգացում չկար որպես զարգացում չունեցանք, եթե դες դրամատուրգիչսկի տեսանկյունից նայենք, ну, մի խոսքով։ Այսքանը։ Շնորհակալություն ծափարեցին Գրիգոր Դանիելյան, Маша Джан, Касек. Поскольку я тоже достаточно долгое время когда-то играла в КВН, я могу сказать, что мой самый нелюбимый конкурс – это домашка. Если эта домашка не музыкальная. Для меня всегда, если много музыки, значит хорошо. Если немного музыки, значит не очень хорошо. В данном случае для меня обычная, спокойная, ничем не плохая, не хорошая. То есть хорошая, нет, не могу сказать, что не хорошая такая, на четверочку домашка КВН. Но, опять-таки, повторюсь, это не мой любимый конкурс. Для меня вот чем больше музыки, тем лучше. А мне кажется, что в вашем случае может быть больше музыки, потому что, по-моему, по крайней мере, двое из вас, по-моему, поющие, по крайней мере. Միսակը երկրել է երկի միսակ։ Վառել է մոմերը։ Հերիքա։ Բայց Գևն էլ է երկում կարծեմ։ Շնորհակալություն։ Գևը այդքան երկում, բայց ճիշտ եք ասում, որ միսակը երաժշտական ունակությունները կարելի էր օգտագործել։ Ծափարեցիներ Մաշա Մատվիևային եւ Աղաս Մանուկյան։ Եղել ախնդացել եմ լիքը տեղ, բայց իմ կարծիքով ես մի հատ բան ասեմ, իմ կավեն խաղալու ժամանակ, եթե ասել են օրինակ դամաշկեն 10 րոպե պետք է լինի, ես գրել եմ 6 րոպեանոց կամ 5 րոպեանոց դամաշկա, որը լինի պլոտնի խնդալու։ Այսինքն իմ կարծիքով երկար էր, կարար ավելի կարճ լիներ ու հաստատ ավելի բարձր ու Չէր տուժի հաստատ։ Հա, հաստատ ավելի լավ կարծիքներ կլինեին ու ավելի խնդալու կլիներ իմ կարծիքով։ Դրա համար Կարճ լինի, խնդալու լինի, կոպիտ ասած։ Ну, կարճը միշտ խնդալու է, բայց հա։ Դրա համար խնդացել են Mercedes։ Շնորհակալություն Աղասին, ծափարեցիներ Աղաս Մանուկյանին, ծափարեցիներ Գևորգի թիմին, խնդրում եմ։ Դե ինչ, ողջունում եմ սիրելի հանդիսատես, հարգելի հեռուստադիտող, բեմին է Լորի Կոմեդի թիմը։ Նախքան մեր ելույթին անցնել ես 20 կանայ ժյուրի անդամներից ամենահարազատ մարդուն Աղաս Մանուկյանին հրավիրել բեմ։ Այ այստեղ նստի Աղասյան։ Դե ինչ, պատկերացրեք, գյուղի դատարանում։ Կանգնի, գերակը կոտրի։ Այս չեմ ասում է։ Պապա ամեն անգամ գաթա։ Սա խարնեցի իրար աղպելը։ Մի խանգարեք, էլի, մի խանգարեք։ Գեր կանգնի, դատարանն է գալիս։ Բարի երեկո
հարգելի դատարան, տվյալցյալ երջանկությանը տանող ճանապարհին մենք կրկին հանդիպեցինք, վեր ընկեք։ Նախ ներկայացեք։ Ամբողջ գյուղ շմավոնի։ Շատ լավ։ Հիմա դուք ներկայացեք, հարգելի մեղադրյալ։ Կանգնեմ։ Դե ընդ ժյուրի էի նստած, ասեցիք, որ իմ օգնությունը պետք է, եկա նստեմ աղաս անունս։ Ճիշտ ասած շատ երկար անուն ազգանուն էր, բայց մի հատ հասկանանք։ Ամբողջ գյուղ շմավոնի, ճիշտ ասած ժյուրի էի նստած, կանչեցիք, որ ամոբշեմ մի խառը վիճակ, անունդ ինչ էր։ Աղաս։ Շատ լավ։ Ուրեմն, միշտ մեր դատավարությանը անցնելը, հիշեք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Աթոր արտադրող մսամթերքի կոմբինատը։ Աթոր արտադրող մսամթերքի կոմբինատ։ Ես եմ։ Այ պիտի շարունակեմ։ Մի հատ նորից ասեք, էլի։ Աթոր արտադրող մսամթերքի կոմբինատ։ Արի մեր մոտից դու էլ առևտուր արա վարազդատ։ Շատ լավ։ Դե ինչ։ Անցնենք մեր դատավարությանը։ Պատմեք։ Պատմեմ, աղբեջան, պատմեմ։ 451 թվականը Տղմուտ գետի ափին։ Պարսիկները մի կողմից, հայերը մի կողմից, արայսը շոքնել մի կողմից, էսի շտոտ հազեր տաղավար։ Վերենգի է։ Դու ոնց ես։ Պատմի։ Պարոն դատավոր, իմ ամուսինը այսքանի տարիա խոպանա։ Ես էլ որոշեցի։ Սիրանուշ, հազար եմ ասել, սպասի կմնանք մենք մերոցով նոր կասես, էլի։ Այ հմի պատմի։ Ասեցի մի անգամ դավաճան եմ, դուք կհաստատեք։ Այո, շատ գոհ եմ, շատ լավ երեկո էր։ Երևի կհիշեք, որ այն ամենաթերժ պահին այս արգաժան պարոնը կացինը ձեռին մծում աներս ու ինչ ասում, ինչ ասի, շտոպ եմ որ ասել Լվատորություն դալիջում ասա ինչ ասեցիր կացինով Որ կացինը վերցրեց ինչ Հա, որ վեր ես կալ է, ինչ ես արը, հետ ենք էլ ուզում մի հատ հասկանանք Դե կացինը վերցրեցի, հարգելի դատարան Հետո երեխուն պարտեզից վերցրեցի Հետո տատին ժամը մեկին վերցրեցի Վարգ վերցրեցի Դե ձեր ասածներին վրա շատ վերցրեցի Ճիշտ ասած ներողություն Շնորհակալ եմ Բայց ձեր պատասխանը ինձ չբավարարեց Ես էլ եմ էդ ասում, չի բավարարում պարոն դատավոր Վերենք եք Ես էլ ջհանդամ Այս մի մատ երեխուն ինչ ասի, որ լավ եղնի Հələ վեր կա ձյաձյային պատմի, ինչ ասեց Այն օրը պապան եկավ տուն Հարամելնի սենց Ինչ ասում է Ասում այն օրը պապան եկավ տուն Լավ Ուրեմն Ես որպես արդար դատավոր ուզում եմ նշեմ, որ մեր դատարանը ամենակաշառակեր դատարանն է Ուստի ուզում եմ, որ մեր մեղադրյալը ասի իր վերջին կաշառախոսությունը Դե ինչ ասեմ Բայց այդ երեխու ասածը տենց է ես չջոգեցի Մի հատ եք ասես Այն օրը պապան եկավ տուն Ուսով այս հիվանդ Ես իրան, բայց վատ բան չեմ ասե Վատ բան չեմ ասե, հայրական, խրատական, մեր լորվա բարբարով արտահայտություն եմ արել Եկավ դեմս ընկավ, ասի կեզ խելոք պայի, որրի լակոտ Այ շուլը սատ կեզ լապով Այս ուրիշ բա Ուրեմն Քանի որ դուք մեծ հանցանքներ եք գործել Մենք ձեզ դատապարտում ենք Բայց ես կաշառախոսությունս չասեցի
Լավ ասա, վերջի հնարավորությունը ասա։ Դե Բարգարժան դատարան, ինձ պետք չի դատել, ես առանց հետը հենա, խայտարակ եղա։ Պաչիմու։ Դե որովհետև այսքան ես մեղադրանքը լսելով, մանավանդ իմանալով ես կաշառակ էր դատարանի մասին, ես արդեն վախիցս կաշառեցի տակս։ Ուրեմն, քանի որ դուք ձեր վախից կաշառեցիք ձեր տակը, ես ուզում եմ ասեմ, որ մեկը ձեզ դատապարտում ենք այ այնտեղ նստելուն։ Մերպե, я протестую. Սիրանուշ, չեմ ասել չասես տենց բարեր, սաղս է գիտե։ Վերջ, դատը համարում եմ փակված։ Արկեք ու Լորի Կոմեդի։ Գրիգոր Դավելյան, ձեր կարծիքը։ Իմ կարծիքը հետևյալն է։ Մաշճան, ես ցիտեմ քո ասածը, որ ասացիր չես սիրել կավայնի ժամանակ դամաշկան եւ մուզիկալի էլեմենտներով ես ավելի շատ պատկերացրել։ Ну, դա ավելի շատ մուզիկալն է Դամաշ Նեզադանյանն էր։ Ես հիմա անդրադառնամ դամաշկային, այսինքն այս տեսակ ելույթը կոչվում է Դամաշնիե Զադանիե կավայնում, որտեղ որ կոստյումիրованные, այսինքն հագուստներով եւ, չգիտեմ, համապատասխան ինչ-որ ատրիբուտներով թիմերը ելույթ են ունենում եւ դա հրաշալի հնարավորություն է ստեղծում իրականում կերպարներով հանդես գալու։ Ես գժվել եմ այս Դամաշկայի համար, որովհետեւ այնտեղ շատ խաղալու տեղ կա։ Այո, խաղալու տեղ կա, թե խաղարկային հնարավորությունն է շատ ավելի եւ թե բնականաբար սցենարական։ Եթե անդրադարձանեմ եւ համեմատական անցկացնեմ ձեր նախորդ շաբաթվա ելույթի հետ, որը բավականին լավն էր, ես այս ելույթը էլի հենց նշաձողից ենք խոսում, Արմեն ջան, որ դրված էր նշաձողից ավելի ցածր իրենց как минимум պարտվեցին։ Չկարողացաք դուք ինքներդ ձեզ գերազանցել, իսկ մի հատ հետաքրքիր գաղտնիք ասեմ ձեզ։ Յուրաքանչյուր դերասան կամ յուրաքանչյուր պրոյեկտ միշտ հաջողություն է ունենում միայն այն դեպքում, երբ ամեն իր հաջորդ ելույթին վերաբերվում է որպես առաջինը։ Ես ինքս մեր փորձից եմ ասում, մեր ամեն հաջորդ յուրաքանչյուր սիտկոմ ինչ որ արել ենք, մեր ամեն հաջորդ սիտկոմը կամ ամեն հաջորդ ելույթին վերաբերվել ենք ոնց որ առաջի անգամ անենք։ Երբ որ դուք այդպես վերաբերվեք, վստահաբար ես կարող եմ ասել, որ ձեր ամեն ելույթը մյուսին նախորդին գերազանցելու է։ Շնորհակալություն ծառայություններ Գրիգոր Դանելյանին։ Արմեն Սուքեսյան։ Ձևի պատճառով բովանդակությունը տուժեց։ Նայեք, ժյուրիում մենակ չեմ, դրա համար իմ շատ սուբյեկտիվ կարծիքը կարա տենց ազդեցություն չունենա, բայց ես էլի ասեմ, ինձ դուր չի գալիս գրոտեսկը, ինձ դուր չի գալիս այսպիսի գյուղացու կերպարը, որովհետև այսպիսի գյուղացու կերպար չկա, ինձ հումորի մեջ դուր չի գալիս։ Բայց Արմեն ջան, բայց թույլ տվեք չհամաձայնել Արմեն ջան։ Գյուղացի չի։ Ես արի լորվա խոր գյուղերից ու ավելի գրոտեսկեր կան դեռ էլի։ Բան չասի, ինձ դուր չի գալի։ Ես շատ սուբյեկտիվ բան եմ ասում հիմա, ես ձեր թիմը շատ սիրել եմ նախորդ շաբաթից, բայց ձեզանից ավելի շատ էի ակնկալում, հումորի պարունակությունը կար, բայց շատ քիչ էր։ Էլի եմ ասում, շատ սուբյեկտիվ բան եմ ասում, որովհետև անձամբ ինձ դուր չի եկել այս ձեր ելույթը, ցավով եմ ասում, որովհետև ես ձեր թիմը սիրել եմ, հուսամ պրոյեկտում կմնաք, կշարունակեք ու այս կընդունեք որպես փորձ ու ավելի լավ ելույթ կունենաք հետագայում։ Շնորհակալություն։ Ծափարություններով Ջուշ Գեորգյան։ Ես այդ միտքը ուղղակի հաստատեմ, որ տնային աշխատանքը մեր այս ամենասիրելի ձևաչափում ամենադժվար կոնկուրսն է եւ այս դժվարության վրա դուք մի հատ եք դժվարություն ավելացրել։ Իդեպ սիրելի հանդիսատես, եթե չեք նկատել, աղասի բոլոր ռեպլիկները իմպրովիզներ էր։ Այսինքն սա պատրաստած չէր։ Իրանք ուղղակի իմպրովիզացիոն սա ելույթ էր, ուզում եմ աղասին ծափահարենք դրա համար եւ կրկնակի դժվար է, երբ հերիք չի տնային աշխատանքը մի հատ էլ
էքսպերիմենտալ տնային աշխատանք է, ամեն դեպքում շարունակելով Արմենի միտքը հուսով եմ, որ կանցնենք մյուս փուլ եւ հուսով եմ, որ մյուս փուլում արդեն ելնելով էս մեր փորձից ամեն ինչ կլինի ավելի լավ, ավելի դինամիկ, ավելի ծիծաղալու եւ ավելի լավ։ Շնորհակալություն, ծափարենք։ Մի խոսքով եզրափակում շատ ուժեղ պայքար է սպասում։ Маша Матвеева, ծափարություններով։ Ребят, вы все достаточно талантливы, вы все очень хорошо смотритесь на сцене, на самом деле. Вы мне, как персонажи, вы мне очень нравитесь. Мне кажется, вы пластичны, из вас можно лепить все, что угодно. Единственный момент, который, может быть, я бы убрала, это вот молодой человек, вы такой вот в костюме, в желтой рубашечке, в галстуке. Вы очень симпатичный молодой человек. Почему вы постоянно играете пиано? Хмички это Сайруни, Марсиан. Мне кажется, у вас и другие персонажи получатся. Я вас первый раз вижу, может быть, у вас достаточно большой багаж и большой опыт. Но вот 2 номера я видела, вы играете пиано. Мне кажется, у вас есть возможность играть и другие персонажи. А так, ребята очень хорошие, замечательные и в добрый путь. Շնորհակալություն։ Եվ Գևորգ Սահակյան, Գևջան, դե խոսա։ Մեր ելույթից հետո չխոսացի, հիմա արդեն վերջն է, ոնց որ վերջում էլ մի հատ փորձեմ գնահատական տամ։ Այսօրվա ելույթը կարծես սենց լիներ, էլի, այն որ ոնց օրինակը բերեմ, տենց հնայի աճեչ ունենք, որ ասեմ, էլի, ուժեղից թույլ։ Այսպես գնաց, ես ոչ թե ասում եմ թույլ էր, վատներ, նման արտահայտություն չեմ ուզում անեմ, ուղղակի որ ասես Տյուշը, որ իմպրովիզ է եղել աղասի մասնակցությունը, կուզենայի իմպրովիզ չլներ, կուզենայի պատրաստի լիներ, ավելի շատ ներգրավվածություն տենայի։ Պատրաստի արդեն անջիմար մոնո։ Չէ, ես շատ կուզեի, ես համարը, որտեվ ինքը ամեն մի կերպարը շատ խնդալու են, նայում ես, ինքը ոչի բան չի անում, երիտասարդ եմ, աղասի կողքոր կանգնած, ինքը ոչի բան չէր անում, նստած էր, ուղղակի շատ խնդալու դեմք ուներ։ Տղան ով նստած ընդհանրապես շատ խնդալու են իրանք եղել։ Կերպարանային շատ կերպարով շատ խնդալու են իրանք։ Ես կուզենայի այտենց բացվեր ու ինչի՞ չէ, լավ է երկար խաղացեք, կարճը չէ խնդալու չի։ Նայ էլի ես մի քիչ երկար Չէ, կարճը խնդալու է։ Աղաս, նայ այ սաղ պրոբլեմը ստեղ է, որ պահեր կար հումորի փոխարեն կար այդ ուսմիշնիցելները ծամածռությունով խնդցնելը։ Ստեղ տղեկը խնդում էին, հարց չկա, բայց ընդհանուր հանդիսատեսի համար շատ դեպքերում խնդալու չի, որովհետև տեսանք կերպարի խնդալու լինելը։ Հետո արդեն տեքստավոյ հումոր էր պետք, որը ձեր նախորդ շաբաթվա ելույթում տեսել ենք ու ակնկալում էինք։ Պրոբլեմը դրանում է, որ ծամածռությունով ծիծաղացնելը արդեն երեկ էր։ Դե բայց այդ ծամածռություն չի, դա կա գրոտեսկ կոմեդիա, որը կարա աշխատի, կարա չաշխատի։ Այս պարագայում ինքը Կալամբուրը ինքը կալամբուր, խաղարկային կալամբուր նախագիծ է կա։ Սա այդ գրոտեսկն է, որը պետք է դիտես որպես շոու մեծ։ Բայց էլի եմ ասում, կա տեղ կարա աշխատի, կարա չաշխատի։ Ինչևէ Իրականում մի հատ ես բան ասեմ, Վահե ջան, եթե կարելի է։ Ես էլի գալիս եմ իմ առաջին անցած շաբաթվա ասածին, ինչի համար իմպրովիզ եղավ, ինչի համար անցած շաբաթ ես ընդամենը մի հատ համարում խաղացի, մեկը ես իմ համոզմունքին եմ, որ պետքա մաքսիմալ երիտասարդներ Երևան, երիտասարդ նոր սկսող մարդիկ, ում պետքա հանդիսատեսը նոր ճանաչի։ Ես Գոքորի հետ համաձայն եմ, որ ասեց, որ տենց լավ խաղանքեր լինի բեմի վրա, ավելի լավ կլինի, համաձայն եմ։ Բայց ի սկզբանե տրամադրվածությունը տենց է եղել, իսկ ինչ մնում է գրոտեսկին, իսկ ինչ մնում է դուր չգալուն, ես էլ օրինակ չեմ սիրում հեծանիվ ու Չէ, օրինակ եմ ասում։ Չէ, ուզում եմ ասեմ, դուր չգալը կամ գրոտեսկը դա ճաշակի հարց է, իրականում սա գրոտեսկ չի։ Ես լինելով լորեցի, հավատացեք գրոտեսկ էր, հələ դուք երևի չեք տեսել ընդել։ Դու քիչ ես մասնակցություն ունեցել, որ թիմին ավելի շատ դիապազոն տաս, բայց ստացվում է հակառակը։ Սեթափը անում է թիմը, պասը տալիս քեզ, որ հումորը դու անես։ Այսինքն եղավ քո ասացի հակառակը։ Հումորը թիմի վրա չմնաց, չէ՞, իմպրովիզի դեպքում պասը քեզ էր տված։ Չէ, բայց կարծում եմ ընթացքում իրանց տեքստերն էլ ացի ծաղալու եղել։ Մի հատ քանի դերասանական թեման շարունակելով ուզում եմ մեր դատավորի կերպարին ծափահարենք, որովհետև ինքը շատ լավ էր խաղում։
Ես ասեմ, ու բոլոր առանցանակ մեր տղան, ես ինքը շատ լավ դերասան է ու շատ օժտվածություններ ունի, հենց արվեստի, մեր ամբողջ գյուղին էլ ծափարենք, շատ լավ դերասանական խաղի համար, ամբողջ գյուղի կողքին կանգնած հրաշք կերպարին ում ձայնը միշտ կարոտում ենք եւ էլի դերասանական խաղի համար ծափարենք եւ մեր համադային, որովհետեւ մեր տղան իր վրա մեծ ծանրություն էր վերցրել այսօր եւ այդ ծանրության տակից արժանի դուրս եկավ։ Եվ ես մի բան էլ ասեմ, գրոտեսի հետ կապված կներես, վայ ջան։ Երբ որ մենք անում ենք Երևան նախագիծը, այն ժամանակ մարդիկ ասում են, այդպես կերպար չի կարա լինի, բայց երթվում եմ այդ կերպարները գոյություն ունեն ու իրանցից վերցրած, այսինքն ծաղկակաղ արած կերպարներ էին գրոտեսկով ներկայացված, դե իհարկե հասնում էր մարազմության, բայց ամեն դեպքում իրականում այդ կերպարները ռեալ երթվում եմ, իսկական գոյություն ունեցող կերպարներ են եղել, ես այդ դուրը ժամանակ որելներ կպատմեի ով է։ Ասաշեֆ։ Բոլորին գիտեմ, էլի, բոլոր այդ ասաշեֆն է, այդ ձենով ախրանիկը կա։ Ձևչի կերպարները իրականում գոյություն ունեն, երբ որ դու դուրս ես գալիս եւ շրջում ես, չգիտեմ, օրինակ, հա, ինչքան շատ է շրջում, հատկապես մեր Հայաստանը ինչքան շատ է ճանաչում, նոր մարդկանց ես բացահայտում, հետաքրքիր կերպարներ ես բացահայտում, որոնք որ ձև չեն, բայց կան իրանք։ Շնորհակալություն բոլորին, բարձր ծափարություններ Լորի կոմեդի թիմին, աղա ջան, խնդրում եմ զբաղեցու տեղը, սավտանը։ Եվ այսպես արգելերս եկավ ժամանակը, որպեսի ժյուրի անդամները նշանակեն իրենց գնահատականները։ Դե ինչ, նշանակումը գնում է Վոլոդյա, քեյսը բացիր։ Բրավո Վոլոդյա։ Ինչ է կարծում այս մրցույթում ովքեր էին ամենալավը։ Մաշաս կլաբը լավն էր։ Հա լավն էր Մաշաս կլաբը։ Իսկ Սուրբ 4 թիմը ոնց էր։ Դե իսկ Լորի կոմեդի հետ կապած ինչ կասեք։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա գնահատականները կնշանակեն եւ շուտով կիմանանք, թե այս խմբից ովքեր են մեկնում եզրափակիչ։ Միանգամից ասեմ, որ կարող է նաեւ շատ անսպասելի լինել մեզ մոտ գնահատականների նշանակման արդյունքը Վոլոդյա ապրես Վոլոդյա շնորհակալություն Վոլոդյա ծափարությունները Վոլոդյային արգելիներս ինչպիսի գնահատականներ նշանակեցին մեր ժյուրի անդամները թե ովքեր են անցնելու եզրափակիչ ովքեր սպասման փուլ իսկ ովքեր կհանդիպենք մեզ հետ արդեն որպես հանդիսատես կիմանանք մի օր շաբաթ դե ինչ ձեզ հետ էր Կոմեդի լիգա